Առավոտը բացվում է հեռախոս, կեսօրին հեռախոս, իրիկունը պարկում ես քնելու հեռախոս, ախր դե մենք էլ մեղավոր չենք է, ամեն ինչ ես անտեր հեռախոսների մեջ է, աշխատանք, գնումներ, երեխաների դասեր, վճարումներ, դրա համար ամբողջ օրը ես հեռախոսի մեջ ենք, ու վայ տարավ մի օր ինտերնետը թույլ աշխատեց, կամ լույսերն անջատեցին ու զարյատկա չունենք, շամ պես սկսում ենք իրար միս ուտել, բայց հենց ամեն ինչ կարգին է, յուրաքանչյուրս քաշվում ենք մի անկյուն ու ձայներս դուրս չի գալիս։ Մեկ-մեկ են փոշտի թվերն եմ հիշում, հələ ասա տենամ դու էլ ես հիշում, ասա այդ մոռանալ ու թվերա որ չհիշեմ, զանգում էինք, բարև ենթադրեմ Արուս ջան, բարև, պատվեր կընդունեք, համարն ասեք, 44-90 և այլն, կամ ասում էին զոլ տհեգծմ սպասի, հենց հիմա կմիացնեմ, կամ էլ ասում էին սպասեք կմիացնենք ու անջատում էին, մնում էինք հեռախոսի կողքը կտրած, տանը ինչքան մանր-մունր գործեր կար, անում էինք, պտտվում, հավաքում էինք, բայց հենց իջնում էինք պատվալ մի վեդրա կարտոշկա բերելու, հեռախոսը զանգում էր, 3 վայրկյանում շնչակտուր վազելով հասնում էին հեռախոսի մոտ ու ալո, Այդ ժամանակներում ես փոքր էի, ես դա պատմում եմ ձեզ ականատեսի աչքերով, գլխավոր դերերում մայրիկս ու տատիկս էին կամ հարևաններից ինչ-որ մեկը, ում հեռախոսը չէր աշխատում, բայց մի կարևոր լավ լուրի էր սպասում, Այնքան փոքր էի, որ բազմոցին նստում ու երազում էի, թե մի օր ես եմ զանգել պատվեր տալու ու դա մի հատ աշխարհ էր էլի, դրանից այն կողմ աշխարհ չկար, որ զանգում ենք ու մենք ինքնուրույն արդեն այդքան մեծացել ենք, պատվեր ենք տալիս, ալո բարև ձեզ, պատվեր կընդունենք ու այդքանից մի ոգևորվում էինք, թե մենք եսի մինչեր ենք արել, ինչևէ, Այտա շշկիլ ընգյաց, հարազատի հետը սկսում էինք խոսալ դեսից դենից, իհարկե խոսելն էլ, որը չի, փակագծերով, տողատակերով, որովհետև լսողականջները շատ էին։ Մինչև սկսում էինք հարազատների որպիսությունն իմանալ, աշխատողը կեսում վերցնում էր ու ասում արագացրեք, մեկ էլ սկսում էինք հարազատ բարեկամներին բարևներ ու հաջողներ ուղարկելը, մեկ էլ երկարում էր ու տեսնում էինք աշխատողը չորդ անջատեց։ Էդ էլ մեր մանկության էջերից մեկը, մոռացա ասեմ, մեկ էլ ասում էին պատվերն ընդունված է, սպասեք ու այդպես էլ մնում էինք սպասելով, աշխատողները հավես չունեին միացնելու, իսկ մեր սիրտը կտոր էր լինում որևէ հարազատից, որևէ լուր ստանալու համար։ Հələ ասա տնամ ձեր փոշտ իշխատողնին վնցնին, մինչև մի պատվեր ես սպասեմ, թե միացնամին։ Ասելս էնա, որ նման օրինակ դժվարություններին միևնույն է ժամանակ էինք գտնում հարազատների որպիսությունն իմանալու համար, հարազատների հետ շփվելու, տեսնելու ու խոսելու համար։ Թե զանգով կլիներ, թե գնալ գալով կլիներ։ Այդ ժամանակ մարդիկ խորովածը դրսում էին անում, անցվորներին էլ փայ էին տալիս, իսկ հիմա տանն են անում, որ համոհոտը տանից դուրս չգա։ Այ ցավը սա է։ Հենց այս դարում, որ ամեն ինչ ստեղծվեց, որ մարդիկ իրար ավելի մոտ լինեն, իհակառակ մարդը դարձավ ավելի միայնակ, քան երբևէ։